Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն Հայր մեր խորհեր կինս ես Սուրբ Եղեցի անուն քո Եկեցե արքայություն քո Եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի Ասած մեր հանապազորդ տուր մեզ այսօր եւ թող մեզ սպարդիս մեր որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու խոսքերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկել թող Տեր օրհնի իր խաղաղության ու սիրո մեջ պահի բոլորիս Մենք այսօր շարունակելու ենք Թեսաղոնեցիներին առաջին նամակի երրորդ գլուխը եւ սկսելու ենք ավարտել, քանի որ 13 համար է, մի դասով երրորդ գլուխը կավարտենք։ Մենք անցյալ անգամին տեսանք, թե ինչքան ուրախ էր Պողոս Առաքյալը Թեսաղոնեցիների համար նրանց ունեցած հավատքի, վստահության, սիրո։ Հիմա պիտի տեսնենք, թե ինչքան կարևոր է, որ մենք շատ հեռավորության վրա լսում ենք, թե մեր արած գործ ինչքան պտուղներ է տալիս Եվ նաև բոլոր նեղությունները, դժվարությունները մարդու կյանքի ինքը նման է զեյթունի մի տեսակ, չէ՞, այսինքն զեյթունի կարևորությունը երբ ենք զգում, երբ որ իրեն արդեն հասունանում է, ճզում են, ինքը յուղը դուրս է գալիս, այդ կարևորը զեյթունի յուղն է մեզ համար, այնպես էլ քրիստոնյան, երբ որ ինքը իր ամբողջությամբ իր մեղքը քամվում է, մաքրվում է իրենից, այդ ժամանակ է քրիստոնյան լույս դառնում Եվ այնպես էլ յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ, ինչքան որ քո մեղքերը քորես մաքրվում են, դու կարողանում ես քո հավատքով, սիրով մաքրել քեզ այդ ամենից, դու այնքան ավելի մոտ ես լինում Տիրոջը եւ Աստծուն կարող ես հայր կոչել քեզ համար, ինչի մասին այսօր պիտի խոսենք։ Ուրեմն երրորդ գլուխը առաջին երկու համարները։ Ի վերջո չհամբերեցինք այլևս, որովհետեւ բարվոք թվաց մեզ միայնակ մնալ աթենքում Բայց ուղարկեցինք Տիմոթեոսին մեր եղբորն ու Աստծո եւ Քրիստոսի հոր ավետարանի մեր գործակցին ամրապնդելու ձեզ եւ մխիթարելու ձեր հավատի համար։ Ինչ է նշանակում ի վերջո սիրելիներ։ Գիտեք, Աստվածաշունչը ինչպեսին որ այսօր կա, այսպես չի գրում, այսինքն երբ որ Պողոս Առաքյալը նամակը գրում էր, ոչ գլուխներ էր բաժանված, ոչ էլ համարների էր բաժանված։ Սա արդեն 4-րդ, 5-րդ եւ հետագա դարում ամբողջական այս տեսք ունեցել որ Աստվածաշունչը գլուխներ են բաժարել, համակարել են կամ թեմաներն առանձնացրել են, որպեսզի մարդկանց համար ավելի հեշտ լինի։ Այն ժամանակ մի ամբողջ ընդարձակ նամակ էր, որ կանգնում են կարդում են։ Հիմա երբ որ ասում է ի վերջո, հիշում եք, ասում է, որ ես ուզում եմ գալ ձեր մոտ, բայց սատանան խանգարում, որ այս ի վերջոն երկրորդ գլխին էր վերաբերում, որ ի վերջո ուզում ենք գալ, բայց հարմար գտանք այստեղ միայնակ մնալու աթենքում։ Ուրեմն ինչ է սա նշանակում, սիրելիներ, որ յուրաքանչյուր մարդու կյանքի մեջ, ինչքան էլ որ մարդիկ ուզենան ասել, որ սատանան չկա, չարը չի գործում, այդպիսի բան չկա, մենք տեսնում ենք, որ մեր կյանքի մեջ որոշակի բաներ են կատարում, որ մենք ինքներս էլ չենք կարող այդ հարցի պատասխանը գտնել։ Ինչու եւ ինչի համար այդպես եղավ։ Ամեն ինչ լավ գնում էր, շատ գեղեցիկ էր, խաղաղ էր, ամեն ինչ, մեկ էլ միանգամից ամեն բան մեր կյանքի մեջ փոխվեց։ Ուրեմն սատանայի ամբողջ նպատակը մեկ բան է, որպեսզի այնպես անի, արգելի մարդկանց, նախ քրիստոնյաներին միասին խաղաղության սիրո մեջ ապրեն, երկրորդը քրիստոնյաներին անընդհատ խոչընդոտներ ստեղծելով քրիստոնյաներին թույլ չտա, որպեսզի իրենց հավատքի կյանքին անդրադառնան եւ վերջապես սերը բացակայ մարդկանց կյանքի մեջ։ Այն ինչ որ այսօր տեղ ունեմ աշխարհի մեջ, բոլորը խոսում են սիրուց, բոլորը խոսում են սիրո մասին, բայց ոչ ոք չի ուզում այդ սիրո կրողը լինել եւ ինքը այդ սիրո մարդը դառնալ եւ ինքը հաշտության միջոցը լինել մարդուից։ Եթե չկա մարդու այդ հաշտությունը, ուրեմն չի կարող լինել նաեւ մարդ Աստված հաշտություն։ Ուրեմն տեսեք, ասում է ի վերջո ուզում եմ անպայման գալ, բայց չկարողացա Տիմոթեոսին ուղարկեցի։ Տեսեք, ամբողջ մտահոգությունը Պողոս Առաքյալի Թեսաղոնիկեցիներին, ինչ որտեվ 3 շաբաթական եկեղեցի էր։ 3 շաբաթում այս համայնքը հիմնել էր, գնացել էր, եւ ինքը շատ անհանգիստ էր։ Ինչ եղավ, իր քարոզածը պտուղ տվեց, այս մարդիկ այս հավատքով ապրում են, այս մարդիկ այդ ճշմարտության մեջ մնացել են, թե նորից վերադարձել են նախկին իրենց կենցաղին։ Ուրեմն Ինչու էր անհանգիստ, որովհետև իրենք նորադարձներ են։ Նորադարձների համար շատ դժվար է, գիտեք, երբ որ մարդը նոր ընդունում է հավատքը, սկսում է հոգևոր կյանքի մեջ ապրել, տարբեր տեսակի փորձություններ են հանդիպում եւ պետք է հատկապես հալածանքներ ունենան։ Եվ
գիտեր Պողոս Արաքյալը զգուշացրու որ հալածանքներ պիտի լինի եւ գիտեք որ հալածվում են նախ Պողոս Արաքյալին ձերբակալեցին աշակերտներ դուրս վռնդեցին հետո գնացին ուրիշ քաղաք այնտեղ էլ հասան հիմա արդեն թեսաղոնիկեցիներ իրենք են այդ հալածանքի մեջ եւ հիմա ուզում եմ իմանալ այս մարդիկ որ հալածանքի մեջ են արդյոք մնացել են իրենց հավատքի մեջ հաստատուն եւ անցյալ անգամվա տոնի խորհրդի մեջ էլ այդ հարցադրումներ չէ արդյոք դուք նույն հավատքի մեջ եք թե չէ երբ որ հավատացիք եւ հիմա ինչպես է մարդը հավատում երբ որ մարդուն անծանոթ է հավատքի կյանքը լսում է ողջևորվում է շատ շատերը միանգամից ուզում են քրիստոնյա դառնալ բայց մի քանի օր անցնում է այդ ողջևորությունը անցնում է եւ ամեն ինչ մարում է մարդու մեջ նույնն էլ բարկությունը չէ դու կարողանաս քեզ զսպել բարկության ժամին ոչինչ չխոսել մի քանի ժամ հետո կամ 1 օր հետո նույն ձևով չես արտահայտվի չես խոսել ինչ որ այդ պահին ուրեմն ժամանակը փոխում է դեպ քեզ նախ մտածելու տեղ է տալիս հիմա երբ որ Պողոս Արաքյալ իրենց հետ չէր արդեն իրենց քարոզիչ իրենց հետ չէր այս մարդիկ միայնակ են մնացել փորձությունների առջև հալածանք ծաղրանք արհամարանք ժողովարներից դուրս անել հիմա ուզում է հասկանալ այդ մտահոգությունը շատ է ինչ անել որպեսզի հասկանա այս մարդիկ մնացել են թե չէ եւ տեսեք ինչ ասում Պողոս Արաքյալը ասում է միայնակ մնալ աթենքում բարվոք համարեցի միայնակ մնալ գիտեք ինքը փախցրեցին Պողոս Արաքյալին հետո ինքը գնաց աթենք բայց Տիմոթեոսն ու Շիղան վերադարձան հետո Թեսաղոնիկե քարոզելու ինչ ասել է գերադասեցին միայնակ մնալ ինչ է սա նշանակում շատ հետաքրքիր է որ հունարենի մեջ միայնակ մնալ նշանակում է բառացի լքված մնացի Հիշում եք անցյալ անգամ ասում է որբ մնաց, այսինքն ձեր կարոտից ես մի տեսակ որբացած եմ, հիմա լքված եմ, այսինքն ձեզ չեմ կարող գալ տեսնել արգելված որտեղ հիշում եք Յասոնի այդ պայմանավորվածություն կար որ Պողոս Արաքյալը չպիտի վերադառնա Թեսաղոնիկե արդեն որբացած էր հիմա էլ շատ է ուզում գալ բայց հնարավորություն չունի չի գալ որտեղ սատանան անդադար արգելում ուրեմն լքված էր մնացել մեր կյանքի մեջ էլ է լինելու օրեր ժամեր գուցե ամիսներ որ մենք էլ ենք միայնակ մնալու չենք ունենալ այն մարդկանց ում հետ կարող ենք խոսել, կիսվել, ումից մխիթարության խոս լսել կամ մեղքի պատճառով երբեմն պիտի մեկուսանանք, առանձնանանք, անդրադառնանք թե ինչն է պատճառ այս մենության։ Բայց շատ կարևոր է որ այդ միայնության մեջ դու միայն ֆիզիկական միայնություն ունես, բայց երբեք հոգևոր միայնությունը չունենաս, այսինքն առանց Աստծո ներկայության չմնաս։ Որովհետև դու կարող ես շատ մարդկանցով շրջապատված լինել, բայց միշտ միայնության զգացումով ապրել։ Շատ մարդիկ կողքով լինեն, բայց դու երբեք այդ ներկայությունը չզգաս քո կյանքի մեջ։ Իսկ Պողոս Արաքյալը այստեղ թեև լքված էր ինքը, բայց ինքը դրա հետ մեկտեղ տիրոջ մխիթարություն ուներ։ Այսինքն լքված լինելը նաև կարոտն էր, չէ՞ որ հիմա մարդիկ կան, որ արտասահմանում են, Ռուսաստանում են, Եվրոպայում, Ամերիկայում, նույնիսկ հարազատը մահանում է, իրենք չեն կարողանում թղթաբանության խնդիր ունեն, չեն կարողանում գալ գոնե վերջին հրաժեշտը, մի պահ լքված են, չէ՞ իրենք, որտեվ հարազատին կորցրեցին, ու իրենք չեն կարողանում գնալ։ Ուրեմն Պողոս Արաքյանն էլ այս վիճակում էր ֆիզիկապես, բայց մխիթարություններ, որ Տերը ներկա էր կյանքի մեջ։ Ուրեմն Տիմոթեոսին ուղարկեց, ինքը չկարողացավ Տիմոթեոսին ուղարկեց, եւ տեսեք երկու կարևոր բառ է օգտագործում՝ մեր եղբայրը եւ իմ գործակիցը հոր եւ Քրիստոսի ավետարանի քարոզելի գործում։ Պողոս Արաքյալը բացառիկ հեղինակություն է։ Ուրեմն, երբ որ ինձ հարցնեք, ես ում կուզեի կյանքում հանդիպել, Քրիստոսից բացի երկրորդը կուզեի Պողոս Արաքյալին տեսնել, թե մարդը այսքան ուժ, այսքան եռանդ, այսքան տկնություն, այսքան քաջություն իրեն որտեղից, որ միայնակ կարողացավ ամբողջ Եվրոպային քրիստոնյա դարձնել։ Բայց այս ամբողջ գործը ինքը արել էր, բայց չի զլանում ասել, որ Տիմոթեոսի իմ եղբայրն է, թե իր դարձի բերած իր մկրտածն էր, որ իրեն աշակերտ էր դարձել, եւ ասում եմ գործակիցն ու լծակից, այսինքն գովում է։ Ցավոք սրտ այսօրով մեր կյանքի մեջ այդպես չէ, որտեղ բոլոր մարդիկ ուզում են որ փառքը միայն իրենց վերագրվի, 1000 հոգի աշխատում են այդ նախագծի շուրջ, բայց մեկ հոգին է։ Նույնը պատերազմի դաշտում հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվում են, շքանշանը կամ հերոսի կոչումը ստանում է մեկ հոգի, որ ինքը շատ լավ էր կազմակերպել այս ամեն ինչը։ Պողոս Արաքյալը մեզ հիշեցնում է, որ առանց այն մարդկանց, այսինքն քահանան, առանց ժողովրդի ժողովուրդ, առանց քահանայի չեն կարող եկեղեցին ուժեղ ու քաջ ու զորավոր լինեն։ Անպայման մի բան պիտի պակասի մեր կյանքի մեջ։ Դրա համար սա մեզ հիշեցնում է, որ այն մարդիկ, ովքեր որ մեր կողքն են, մեզ օգնում են նյութապես, ֆիզիկապես, բարոյապես, հանկարծ այդ մարդկանց մեզանից ցածր չդասենք, այլ միշտ գնահատենք ու արժևորենք այդ մարդկանց։ Եվ ինչ է ասում, ինչի համար է ուղարկել իրեն այնտեղ։ Երկու բառ է օգտագործում՝ ամրապնդելու եւ մխիթարելու։ Ուրեմն մեր կյանքի մեջ սիրելիներ, երբ որ հավատքի կյանքը նոր սկսում ես,
միշտ կարիք ունես, որ մեկը միշտ քո կողքը լինի, չէ՞։ Տեսեք, երեխան նորադարձ քրիստոնյա նման է կաթնակեր երեխայի, այսինքն սկզբից կաթով կերակրես, հետո նոր կամանց կերակուրը տաս։ Ուրեմն երբ որ հավատքի մեջ քեզ ամրապնդող չկա, քեզ մխիթարող չկա, որ հանկարծ չսխալվես, եթե սխալվել ես, հանկարծ չհուսահատվես, չհուսալակվես ու թողնես այդ կյանքը գնաս ուրիշտեղ, մեկը կա, որ պարտադիր քո կողքը պիտի լինի, քեզ ամրապնդելու քո հավատքի մեջ եւ մխիթարելու քո բոլոր նեղությունների մեջ։ Նույնն էլ մեզանից յուրաքանչյուրին է սիրել։ Մեր նպատակը ո՞րն է իբրև քրիստոնյաս կյանքի մեջ։ Երբ որ որևէ մեկին մեղավոր մարդին տեսնենք, այդ մարդուն ճահճի ցանենք, ոչ թե հակառակը, այդ մարդուն առաջնորդենք այդ ճահիճի մեջ։ Երբ որ այսօր մեր կյանքի մեջ մեկը սխալվում է, մեզի նեղացնում է, վիրավորում է, մենք ինչ ենք անում, իրեն կտրում ենք մեր կյանքից եւ թողնում ենք գնա։ Կամ երբ որ մեկին տեսնենք մեղքի մեջ, թողնում հեռանում ենք, բայց մեր նպատակը այդ դա չէ։ Մեր նպատակը թեկուզ մեկ բառ ասել այդ մարդուն, որ գիտես եղբայրս, քույրս, քո կյանքը կործանում ես, փոխիր ճանապարհդ, հետ կանգնիր։ Սա մեր առաքելությունն է։ Մեկ հոգուն եթե կարողանանք օգնել, հավատացեք այդ մեկը հետո 10, 100, 1000-ը կդառնա։ Ուրեմն քրիստոնյա նպատակը սա է, որ մարդուն հանել փորձության ճիրաններից, մեղքի ճահճից եւ առաջնորդել դեպի փրկություն։ Տեսեք Պողոս Առաքյալի ամբողջ մտահոգությունը։ Ինքը մի քանի 100 կիլոմետր այն կողմ, բայց տառապում է, ցավ է ապրում, թե այս նորադարձ քրիստոնյաները ինչ վիճակում են, նեղությունը, դժվարությունը կլինի եւ մարդ է ուղարկում Տիմոթեոսին, որ գնա ամրապնդիր այս մարդկանց հավատքը, մխիթարիր, որպեսզի հանկարծ իրենք կաթից կտրվելուց հետո միանգամից չընկնեն հին մեղքերի մեջ։ Երրորդ համարը որպեսզի չսասանվեք այս նեղությունների մեջ, դուք ինքներդ իսկ գիտեք, որ այս բանի համար ենք սահմանված։ Ուրեմն տեսեք, նախապես Պողոս Առաքյալը հիշեցրել էր, որ եթե դուք դառնաք քրիստոնյաներ, դուք խնդիր եք ունենալու հասարակության հետ։ Այսօր էլ այս խնդիրը մինչև այսօր կա սնը, թեև մենք ասում ենք, որ մենք 2000 տարվա քրիստոնյա ենք, առաջինը պետականորեն ընդունեցինք, բայց այն մարդը, ով սկսում է լուրջ իրական հոգևոր կյանքով ապրել, տարբեր մարդկանց միջավայրում ինքը խնդիրներ է ունենում։ Հենց ընտանիքի անդամից սկսած, որ արդեն պահք պահելը խնդիր է դառնում, որ հերիք է, ինչ գործ ունես, որ դարն ես, որ պահք ես պահում, կամ ով ասել դու պիտի ամեն օր Աստվածաշունչ կարդաս, խելքդ գցես այդ սուր գիրք կարդալով, հերիքա գնաս եկեղեցուն ծնկես, աղոթես, տանն էլ կարող ես նստել աղոթել։ Տանից սկսվում է արդեն այս խնդիրները։ Էլ չասեմ արտաքին ատելությունը, թշնամությունը, երբ որ դու սկսում ես մարդկանցից տարբերվել։ Եվ ինչու է այս օրինակը բերում, որպեսզի մենք ասում ենք չսասանվենք, ինքը իրեն չի առանձնացնում, նաև ինքը, որ չսասանվի։ Ուրեմն մեր հավատքը իրականում երբ է երևում, սիրելիներ, երբ որ մենք նեղությունների մեջ ենք, ցավ ունենք, կորուստ ունենք, վիշտ ունենք։ Այստեղ է մեր հավատքը։ Երբ որ ամեն ինչ լավ է, երեխաներդ լավ ուսում են ստանում, երջանիկ են, հաջողակ ամուսնացել են, լավ գումար ես վաստակում, դու որևէ խնդիր չունես, շատ հեշտ է հավատալ։ Շատ, ամեն օր ասում ես փառքը շատ Տեր Աստված։ Բայց հանկարծ մի փոքրիկ այս մեխանիզմը խախտվեց, մեր հավատն էլ հետը խախտվում է։ Եվ առաջին բանը, որ մենք անում ենք, մեղադրում ենք ում Տիրոջը։ Այսքան աղոթեցինք քեզ, այսքան խնդրեցինք քեզ, բայց ինչու չպահեցիր, ինչու չպաշտպանեցիր, ինչու ես վտանգը մեզանից չհեռացրեցիր։ Ուրեմն մեր հավատքը այստեղ է երևել, թե մենք ինչքան ենք վստահ այս ամենի մեջ։ Տեսեք, ասում է Պողոս Առաքյալը, թե Աստված թույլ տա վերջին համարի մեջ, որ Աստված ուղիղ ճանապարհը ցույց տա, գալու կգամ, ինքը չի ասում ես կգամ, Աստված կառաջնորդի կգանք։ Մենք չգիտենք ինչ է լինելու վաղը մեզ հետ, չէ՞, ով գիտի իր վաղվա օրը, ոչ ոք, բայց մենք կարող ենք պատրաստվել վաղվա օրվան։ Երբ որ դու վաղվա օրվան պատրաստ լինես, ինչ որ լինի, դու պիտի հասկանաս, որ սա Տիրոջ կամքով էր եւ Տիրոջ առաջնորդությամբ էր։ Պարզապես դու սրա մեջ պիտի հնազանդվես։ Եթե պետք է որ մենք տառապենք, այդ տառապանքը պատճառ դառնա շատերի փրկության, ուրեմն ես պիտի տառապեմ։ Եթե պետք է որ ինչ որ բանից զրկվեմ, որ մեկ ուրիշը փրկվի, ես պիտի պատրաստ լինեմ այդ զրկվածությամբ ապրելուն։ Եվ Պողոս Առաքյալը նախապես զգուշացրել էր։ Գիտեք, այսօր երբ որ նայեք շատ քարոզիչների, կրոնական խմբակների մեջ մարդկանց չեն ասում, որ քրիստոնյա լինելը հեշտ բան չէ։ Ինքը ասում է զգուշացրել, որ հալածվելու եք։ Ինչ, որտեվ Հիսուս ինչ ասեց. ով ուզում է ինձ հետևի, թող ինչը վերցնի գա իմ հետևից։ Իր խաչը, այսինքն խաչը նեղություն, հալածանք, արհամարանք, այսինքն ուզում է ասել, որ շատ դժվար է լինելու ինձ հետևել այս աշխարհի մեջ ապրել։ Պատրաստ եք այդպես։ Ուրեմն Պողոս Առաքյալը զգուշացրել, որ այսպիսի բան չի թաքցրել։ Ես սրա համար եմ ասում, ինքը ինչքան ճշմարտախոս, որ մարդուն չի խաբում, որ գիտես, դու դառնաս քրիստոնյա, երջանիկ ես լինելու, հոգս չես ունենալու։ Այսօր ասում են դու բեր անդադար բարի գործեր արա, դու երջանիկ կլինես, որ ամենամայիս կանոնավոր քո 10 անորդը տաս, միանգամից կհարստանաս։ Չկա այսպիսի բան, սիրելիներ։
քրիստոնյայի կյանքը, եթե նեղություններ չկան, ուրեմն ճիշտ չի ընթացքը։ Եթե ինքը խաղաղ ու հանգիստ ապրում է, ոչ մի փորձություն չունի, ուրեմն մի բան այն չի։ Դու պիտի հասկանաս, որ ճշմարիտ քրիստոնյա պիտի նեղություններ կրի, տարբեր տեսակի, ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մտավոր, պիտի այդ խնդիրներն ունենաս քո կյանքի մեջ, որպեսզի հասկանաս, որ դու ճիշտ ընթացքի մեջ ես։ Ուրեմն տեսեք ինչ ասում Պողոս առաքյալը, եւ ոչ միայն այսքանը, այլև պարծնում ենք մեր նեղությունների մեջ եւս, քանզի գիտենք, որ նեղությունները համբերություն են բերում։ Ուրեմն ասում եմ մենք այս նեղությունների մեջ ուրախ ենք, ոչ միայն այսքանը, որովհետև այդ նեղությունը մեզ համբերություն է բերում։ Եթե դու նեղություն չունենաս, քո կյանքը կարող ես գնահատել։ Երբ որ մեկը աչ ու ձախ ինչ ուզում անում է, ինքը իր կյանքը գնահատում է, ոչ։ Երբ որ մի փոքրիկ նեղություն, ինքը սկսում է անդրադառնալ, մտածել։ Արդյոք իմ արածը ճիշտ է թե չէ։ Ուրեմն սա էլ քեզ բերում է համբերություն, որ միայն համբերությամբ կարող ես համ ու հոտ բերել քո կյանքի մեջ։ Համբերությունն քեզ կբերի փորձառության, փորձառությունը քեզ կբերի հույսին, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Ուրեմն այս ամենը նաև դրա համար է։ Ուրեմն Հիսուսի համար մենք շատ պիտի չարչարվենք այս աշխարհի մեջ։ Երբ որ դու երկրա չարչարվում ես, երկնքում էլ նրա հետ հաղորդակից պիտի լինես։ Պողոս առաքյալը Կորինթացիների նամակի մեջ ասում է, ինչքան որ այս աշխարհի մեջ հաղորդակից ենք, մասնակից ենք Քրիստոսի կրած նեղություններին, գալիք փառքին էլ մասնակից պիտի լինենք։ Իսկ Հռոմեացիների նամակի մեջ ասում է, ինձ այնպես է թվում, որ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն Բաղդադելու գալիք փառքի հետ, որ հայտնվելու է։ Այսինքն այս ինչ որ հիմա նեղություններ կրում ենք եւ ինչ որ պիտի ստանանք, հեչ համեմատելու չի։ Այսինքն այնքան շնորհ պիտի ստանաս, այնքան ողորմության պիտի արժանես, որ մոռանալ ես, ինչպես որ ծննդկան կինը, չէ, որ ինքը ցավը քաշում է զավակին լույս աշխարհվելու, երբ որ գրկում է, մոռանում է, չէ, ինչ ցավը, հակառակը ուրախությամբ է լցվում, որ այսպիսի զավակի համար ինքը ցավ քաշեց։ Ուրեմն այնպես էլ երբ որ դու հավատքի համար, բայց պետք է մի բան հասկանանք, որ մեր արած մեղքի համար, երբ որ տառապենք, սա կապ չունի Քրիստոսի հետ տառապանքի համար։ Երբ որ ես սուտ եմ խոսել, ստի պատճառով մերժվել եմ, նվաստացել եմ, սա Քրիստոսի համար չէ։ Երբ որ ես խաբել եմ, շնություն եմ գործել եւ զրկվել եմ Աստծո շատ բարիքներից, դա չեղավ որ Քրիստոսի համար, այլ պարզապես քո հավատալու համար։ Երբ որ դու հավատացել ես, ես քրիստոնյա եմ, քեզ արհամարել են, քեզ հալածել են, այս չարչարանքի նեղության մասին է, որ համեմատելու չէ երանության համար։ Այո, որ մենք նշում ենք Սեբաստիայի 40 մանուկների տոնը, սիրելիներ, այնտեղ շատ հետաքրքիր մի դրվագ, ուրեմն 40 զինվորներ էին այս մարդիկ։ Երբ որ բացահայտվեց իրենց քրիստոնյա լինելը, ինչ արեցին, որ այս մարդիկ հետ դառնան հեթանոսության չեղավ, ուրեմն տանում են սառած լիճը, կտրում են, բացում են, եւ այս 40 տղաների մտցնում են ջրի մեջ, սառ մինուս քանի աստիճան, եւ կողքը տակ բաղնիք են վառում, որ ով ուզենա հանկարծ հետ դառնա, մտնի այնտեղ փրկվի։ Եվ նրանցից մեկը չդիմանալով վազում է, որ գնա փրկվի, եւ երբ որ պահակը անաստված տեսնում է երկնքից լույս է իջնում, ինքը վազում է այդ մեկի տեղը կանգնում է, որ ինքը փրկվի, ինքը այդ լույսին արժանանա։ Երբ որ առավոտյան գալսն արդեն բոլոր տղաները սառած մահացած, նրանց ամենափոքրը դեռ շնչում էր, եւ մայրը գրկում է տղային, այս սայլերի հետևից գնում է, ասում է գնա քո ընկերների հետ մասնակից եք, հանկարծ հետ չմնաս։ Ուրեմն տեսեք ինչքան հավատ պետք ունենա մարդը, որ գիտի երկնքում իրեն ինչ է սպասում, որ հանուն իր հավատքի այս նեղություններն ու դժվարությունները կրում է։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, ուզում եմ, որ դուք իմանաք, թե ինչեր է, որպեսզի չսասանվենք, ոչ թե դուք, այլև ես։ Ես ինքս էլ ձեր մասին վատ լուր լսելով հանկարծ չհուսահատվեմ, չհուսալքվեմ, թե ինչ տեղի ունեցավ։ 4-րդ համարը Քանի որ մինչ ձեզ մոտ էինք, առաջուց ասում ենք ձեզ, թե նեղություններ են հասնելու մեր վրա, ինչպես որ եղավ իսկ դուք գիտեք այդ։ Ուրեմն տեսեք, շարունակում է արդեն ասելով, որ գիտեք ինչ պիտի լինի։ Ուրեմն մեկ բան է նաև իմանալը, մեկ բան էլ դրա մեջ հարատևելը, սիրելիներ։ Ուրեմն տեսեք առաքյալները, երբ որ Հիսուսին հետևեցին, 12 առաքյալների մի մասը կուսակրոն են, չամուսնացած են, մի մասը, օրինակ Պետրոս առաքյալը ինքը ամուսնացած էր, կին երեխաներ ուներ։ Ուրեմն տեսեք, շատ դժվար է, չէ՞, թողնել քո ընտանիքը, գնալ ու պատրաստել այս հալածանքներին, թողնել ամեն ինչ։ Հիսուս ասում է, չկա մեկը, որ թողած լինի տուն, կին, երեխա, ագարա գա ու ավելին չստանա։ Ուրեմն այս հավատքի կյանքի մեջ էլ մենք պետք է պատրաստ լինենք ինչու։ Ուրեմն քրիստոնյա կյանքը նաև այս ճանապարհի մեջ է փորձություն։ Օրինակ քահանայի համար ինչը կարող է փորձություն լինել։ Տեսեք, որ դու միշտ հավատարիմ մնաս։ Հոգևորականի համար առաջին բանը մեղքը, որ կարող է իր կյանքը կործանել, դա արծաթասիրությունն է։
երբ որ դու փողը սիրես ու փողի համար սկսես ապրել, քարոզել կամ արարողությունել։ Հավատացյալի համար ինչը կարող է գայթակղություն լինել, երբ որ ինքը քահանայի համար գնա եկեղեցի, ոչ թե Քրիստոսի հետ հանդիպելու համար։ Ուրիշ մեկը կարող է ուրիշ մի գայթակղություն ինչը կարող է լինել, որ դու գաս եկեղեցի քո անունը սրբագրելու, բայց շարունակելու քո մեղքերով ապրելու։ Ուրեմն սրանք այն չէ, ինչ որ զգուշացված եմ, այլ երբ որ դու իրականում տառապում ես քո այդ հավատքի համար, երբ որ տեսեք Պետրոս Արաքյալն շատ գեղեցիկ խոսք ունի, ասում է դուք բարի խշմտանք ունեցեք, որpիսի ինչ բան որ ձեր մասին չարախոսեն, ինչ ստեր որ ձեր մասին տարածեն, ձեր բարի խշմտանքով հաղթանակած դուրս գաք։ Այսինքն, երբ որ դու քո ներսի մարդուն մաքուր պահես, ազնիվ պահես, ինչ էլ խոսեն քո մասին, դու հաղթելու ես, որովհետև դու ապացուցել ես քո ճշմարտությունն ու քո արդարությունը։ Ուրեմն այստեղ էլ ասում եմ, ես ձեզ նախապես ասեցի, որ մենք պիտի տառապենք։ Ուրեմն Պողոս Արաքյալը բանտում շղթաների մեջ զրկված իր հոտի հետ լինելուց, իր ժողովուրդը զրկված իր հովից, բայց ասում եմ, որպեսզի հանկարծ երբևէ չհուսահատվենք։ Ուրեմն այսօր շատ քարոզիչներ նույն այս բաները մարդկանց չեն ասում, սիրելիներ, որ գիտեք ինչ կա, այսպես պիտի անենք։ Այսօր մարդը բոլոր բնակավարները փորձում են իրենց անձի շուրջը կառուցել ամեն ինչ։ Պողոս Արաքյալը ամեն ինչ Քրիստոսի շուրջ էր կառուցում։ Երբ որ մենք մեր անձի շուրջ կառուցենք, շատ շուտ կքանդվենք։ Պատկերացնեք, ես ինձ մի օր այստեղից վերցնեն ու տեղափոխեն ու հանկարծ դուք չգաք էլ եկեք, որ գալիս եք ինձ համար։ Սա ինձ համար է դատապարտություն եւ ձեզ համար է դատապարտություն։ Մենք այստեղ հավաքվում ենք Քրիստոսի անունով եւ Քրիստոսի համար, ոչ թե իրար տեսնելու համար կամ մեկս մյուսին կարոտ առնելու։ Եթե Քրիստոսի համար հավաքվեցինք, ուրեմն այնպես էլ կլինի, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ կլինենք եւ հատկապես դժվարության, նեղության ժամին հաղթանակած դուրս կգանք։ 5-րդ համարը դրա համար էլ ես այլևս չկարողանալով համբերել մարդ ուղարկեցի իմանալու ձեր հավատի մասին, այն մտավախությամբ, որ փորձիչը ձեզ էլ փորձած լինի եւ իզուր լինի մեր կատարած աշխատանքը։ Ասում եմ, այլևս չհամբերելով մարդ ուղարկեցի ձեզ մոտ։ Տեսեք, այն ժամանակ եւ այսօր շատ տարբեր էր, չէ՞, հաղորդակցության միջոցները, որpիսի այն ժամանակ մի լուր իմանայր մեկի մասին, կարող է մի քանի ամիս տևեր։ Հիշում եք, նամակը գրում էինք, ուղարկում էինք փոստով, շաբաթներով հասնում էր, հետո շաբաթներով գալիս էր, կարող է նամակը գար, մենք արդեն չլինեինք։ Այսօր շատ հեշտ է, չէ՞, ցանկացած մեկի մասին ինֆորմացիա վերցնում ես համացանցի մեջ անուն ազգանունը գրում ես, ինչ կա բերում է։ Կարող ենք ուղիղ զանգել, հարցնել, հեռակապով զանգել, վիդեոյով նայել, տեսնել այդ պահին այդ համայնքում ինչ է կա։ Այսինքն շատ հեշտ է այսօր ինֆորմացիա իմանալ։ Իսկ այն ժամանակ ամիսներով լուր չունեն։ Հիմա տեսեք Պետրոս Արաքյալը Աթենքում լուր չունի ինչ է տեղի ունենում, ասում է էլ չհամբերեցի Տիմոթեոսին ուղարկեցի ձեզ մոտ, որպեսզի հասկանամ ինչ է կատարվում ձեր հետ, որպեսզի այս մտավախությունս կարողանամ փարատել։ Եվ ուղարկեց Տիմոթեոսին, մտահոգությունը ինչն էր, սիրելիներ, ամբողջ մտահոգությունը ինչն էր։ Այսօր երբ որ մարդիկ հավատքում են իրար հետ, ինչից են ավելի շատ խոսում։ Առօրյա կյանքից չէ, քաղաքականությունից, մեկը մյուսի ում կինում դավաճանեց, ում ամուսին հետ ման եկա, էսա մեր առօրյա խոսակցությունը։ Բայց Պողոս Արաքյալը ամբողջ մտահոգությունը այդ ժողովրդի հավատքն էր։ Այսինքն թե իրենք ինչ հավատքի մեջ են։ Այսինքն այս մարդիկ այն հավատքը, որ իրենց քարոզում որ տեսնեմ մեր արած գործը համապտուղ չեղավ, ուզում է տեսնել այս հավատքով այս մարդիկ ապրում են թե չէ։ 3 շաբաթ էր քարոզել, ամեն ինչ սովորեցրել էր։ Ես արդեն ուղիղ 10 տարի մենք Սուրբ Գրքի սերտողություն ենք անում ու չենք վերջում։ Ամեն օր նոր բան ենք սորում։ Ես ձեզանից, դուք ինձանից, ընդհանուր մենք էլ Սուրբ Գրքից նոր բաներ ենք սորում։ Բայց 3 շաբաթում այնքան էր Պողոս Արաքյալը ճշգրտորեն սովորեցրել, որ հիմա էլ մտահոգ այս մարդիկ այս հավատքով ապրում են թե չէ։ Հիմա տեսեք սիրելիներ, հավատքներ մտահոգությունը։ Նույնիսկ շատ հոգևոր մարդիկ, որ հավատում են շուրջ, հավատքից չեն խոսում։ Հավատքի նյութը շատ քիչ է։ Օրինակ ես լինում է որ տեղ եմ գնում, հյուր եմ գնում, որևէ տեղ միջոցառում կա, երբ որ հավատքից ուզում եմ խոսել, սեղանի շուրջ հելնում են ու գնում են։ Չեն ուզում լսել։ Չեն ուզում, հենց որ ուզում ես հոգեոր մի բան խոսել, թողնում գնում են։ Ծխելը հիշեցին, տեղ գնալը հիշեցին, զանգը հիշեցին, ինչ որովհետև մարդկանց այդ հավատքի կյանքը այսօր շատ դժվար է, որովհետև հավատքի կյանք ապրել նշանակում է պատասխանատվության բեռ վերցնել քո վրա եւ կրել այդ բեռը հատկապես սիրով այդ ամենը ինչ անել։ Եթե չէ, մարդիկ խուսափում են քեզանից։ Գիտեն որ քո ներկայությամբ չեն կարող հայերով խոսել, սրա կնոջից բան ասել, նրա զավակից, նրա աղջկանից բան ասել, չեն ուզում որ դու այդտեղ լինես։ Երբ որ քեզ յուր են կանչում, ուզում ես հավատքից խոսացել, ինչու չես եկեղեցի գալիս, խոսակցությունը փոխում են։
որպեսզի իրենց տհաճ վիճակի մեջ չդնես։ Տեսեք, ուրեմն ամբողջ մտահոգությունը Պողոս Արաքյալի այս մարդկանց հավատն էր։ Ոչ թե ինչ էին ուտում, ինչ էին խմում, այլ այդ հավատքի մեջ մնացին, թե չէ։ Եվ այստեղ բառ է օգտագործում փորձիչը։ Տեսեք, մի հատ նորից կարդամ, ասում է, որ փորձիչը ձեզ էլ փորձած լինի եւ իզուր լինի մեր քարոզածը։ Փորձիչ ով էր? Սատանան, ապրեք։ Ուրեմն սատանայի ամբողջ մտահոգությունը որն էր? Մարդկանց, քրիստոնյաներին հատկապես ուր տանել? Փորձության, չէ, մեղքի առաջնորդել։ Ուրեմն իր ամբողջ մտահոգությունը սա է։ Սատանան չի ուտում, չի խմում, չի քնում, գիշեր ու ցերեկ, ինչպես Պետրոս Արաքյալն ասում, մռնչացող առյուծի պես մեր շուրջը պտտվում է հարմար առիթին, որ մեզ տանի փորձության։ Դու կարող ես մեկ անգընթարթում կորցնել այդ ամենը։ Ամենապարզ կենցաղային օրինակը, որ ճաշը ամբողջ օրը էփում ես, միայն ձեռքդ կպնում է, թափվում է, չէ՞, քո ամբողջ աշխատանքը զուր էր, չէ՞։ Այսինքն ամբողջ օրը չարչարվեցիր, մի հատ հարված ու վերջացավ։ Ուրեմն նույնն էլ ամբողջ քո կյանքի համար դու կարող ես աշխատել, Մայր Թերեզան ինչ էր ասում է ամբողջ կյանքիդ կառուցածը կարող է մեկ գիշերում կործանվել, բայց դու կառուցիր ամեն դեպքում։ Ասում էր տուր աշխարհին ունեցած ամենալավը, մարդիկ փշրեն քո ատամները, բայց դու տուր աշխարհին ունեցած ամենալավը։ Ասում էր անմեղությունը, պարզությունը, մաքրությունը քեզ խոցելի են դարձնում, բայց դու եղիր այդպես ամեն դեպքում։ Ուրեմն տեսեք Պողոս Արաքյալը ասում է ինչ որ լինի, դուք պայքարեք, քանդվի նորից։ Իսկ Գարեգին Նժդեհը իմ ամենասիրած խոսքը ասում աշխարհում երկու ուժեր կան, որ չեն հոգնում՝ ժամանակը եւ հայը, առաջինը քանդելով, երկրորդը կառուցելով։ Ուրեմն քրիստոնյայի կյանքը սա է, ժամանակը անդադար պիտի մեր դեմ աշխատի, ամեն օր մեզ պիտի փորձի ոչնչացնել, բայց մենք հակառակ իրեն պիտի փորձենք մնալ։ Եվ նույնը հոգևոր կյանքի մեջ է։ Ուրեմն սատանայի նպատակը հավատացյալներին գայթակղության ճանապարհով հավատքից հեռու պահելն է, որպեսզի մարդը հավատքով չապրի։ Ուրեմն ինչ անում, հատկապես հարձակում է նորահավատների վրա։ Ամենապարզ օրինակը բերեմ, ինչպես կարող է նորահավատ այլևս եկեղեցի չգալ։ Մեր եկեղեցում փառք Աստծո չունենք այս խնդիրը, շատ տեղերում տեսնենք, որ նոր մարդ է գալիս եկեղեցի, ուզում են նստել, հնաբնակները գալիս ասում են հելեսի քո տեղը չի։ Հա, ասում են հելես քո տեղը չի, դու գնա կանգ, դու նոր ես եկել։ Եվ մարդ այլևս եկեղեցի չի գալիս։ Այսինքն մարդը գալիս է եկեղեցի սեր եւ հոգատարություն փնտրելու։ Մենք ինչ ենք անում, վանում ենք այս մարդուն մեզանից։ Հասկացանք դու տարիներով եկել ես, այդտեղ միշտ նստել ես։ Եկար տեսար նոր մարդ, ասա ուրախ եմ քուրս, եղբայրս, որ եկել ես։ Ինչ գիտես, ինչ սովորեցնեմ քեզ, ոնց ասեմ։ Եթե չկա այս վերաբերմունքը, պիտի մարդը թողնի ու գնա մեզանից։ Սա առաջին մեծ խնդիրն է նորադարձին եկեղեցու ստանել, որովհետև հենց այստեղ հավատքը փորձության է ենթարկվում։ Անտոն Անապատականը, որ գիտեք, քրիստոնեական եկեղեցու նշանավոր սուրբերից մեկն է, երբ որ ինքը գալիս է վանք, վանական կյանքով ապրելու, մտնում են ժամին վանք, երբ որ վանականը նստած ճաշում էին, ճաշի ժամը։ Երբ որ մտնում են դուրս, մեր տան դուրը որ մեկը բացում ենք, միանգամից թեքվում ենք, չէ՞։ Ոչ ոք չի թեքվում, չել նայում վրան, թե ով եկավ, այսպես կանգնում է, ասում է գուցե ես սրան եմ արժանի։ Այսպես 5 րոպե, 10 րոպե, մեկ էլ վանականներից մեկը ոսկորը շպրտում դիմացը, կռանում է, ասում է գուցե սրան եմ արժանի։ Եվ բոլորը ոտքի են կանգնում, գրկաբաց ասում են դու այսօրվանից վանական ես, այսինքն քո խոնարհությունը հաղթեց։ Բայց ամեն մարդ ունենք մենք, երբ որ այսօր մեկի տուն մտնանք կամ միտեղ, նույնիսկ բանկ ենք մտնում, խանութ ենք մտնում, լավ չեն սպասարկում, այլևս այդտեղ չենք մտնում, չէ՞։ Որովհետև մենք վերաբերմունք ենք սպասում, հոգատարություն։ Իսկ առավել եւս եկեղեցու մեջ մարդ այդ հոգատարությունը պիտի։ Անծանոթ մեկին տեսար, ինքը կարող է շփոթված կամ հուզված կամ լացակումած, տանը խնդրունի վազելով եկել է եկեղեցի։ Մի հատ էլ մենք ենք իրեն ահավարում, այս մարդը գնում է այլևս Աստծուն, ինչ ասես ասում է։ Մենք պատճառ ենք դառնում, ինչպես Հիսուսին, վայ ձեզ, որ դուք չեք մտնում, մտնողների ճանապարհներ փակում եք։ Ուրեմն առաջինը սա է նորադարձների համար, սիրելիներ։ Երկրորդը ինչ անում։ Նորահավատը փորձությունը ինչպեսին է լինում։ Առաջինը, երբ որ աշխարհում սպառնում են ազատազրկման, գործից ազատելու։ Հարևանները, բարեկամները, ծանոթները ծաղրում են նոր եկողներ։ Սա պատճառ է դառնում, սա էլ փորձություն է, անտեսանելի։ Երկրորդը, որ ուրիշ մեկն է, կասկածամտությունը, վախը, հիվանդությունը, կորուստը, մահը, սրանք բոլորը փորձություններ են։ Մարդ կա, որ շատ հավատում է, տեսել եմ տարիներով եկեղեցում են եղել, հանկարծ իմաց որ ինքը քաղցկեղով հիվանդ է, դադարել է հավատալ։ Այսինքն կարծես դու Աստծո հետ պայման ես դնում, նայ, հա, ես աղոթում եմ, հանկարծ ես չհիվանդանամ, հա։
Հանկարծ ես տանը խնդիրներ չունենամ, հանկարծ աշխատավարձս չպակասի, ես ոչ մի սա առևտուր է Աստծո, չի կարելի սիրելիներ։ Աստված ասում է գիտի ինչի պետք ունես, ավելիով տալիս եւ Հիսուս ասում է նայեք երկնքի թռչուններին ոչ վարում են, ոչ ցանում են, բայց հոգ առավել եւս մենք որ հոգատարության մեջ ենք։ Ուրեմն այս բոլոր փորձությունները կարող են մեզի բերել նաև վաղաժամ մահը, որ պատահաբար մահ է պատահում, մենք չենք հասկանում, միանգամից մեր հավատքը կոտրել։ Ուրեմն տեսեք, սատանայի ամբողջ գործը ինչպիսի գայթակղություն, որ բոլորիս միջոցով կարող է այս գայթակղություն լինել։ Դրա համար Պողոս առաքյալը այստեղ խոսում է, որպեսզի մենք հանկարծ սատանայի գայթակղություններին չտարվենք։ Եվ մեկ ուրիշ տեղ էլ Հիսուս մեր մասին ինչ է ասում, վայ գայթակղեցնողին, չէ՞, ասում է լավ այդ մարդը մի հատ քար կապիր վզից, իրեն ծովը նետի։ Քան թե որևէ մեկին փոքրիկ այնտեղ նորահավատ մեկին գայթակղության պատճառ դառնա։ Ուրեմն շատ զգուշ պիտի լինենք։ Չգիտեք մարդը ինչ ակնկալիքով է եկել մեր մոտ։ Մենք չգիտենք իրեն ինչն է բերել այդ պահին այստեղ։ Նորից եմ ասում, կարող է ցավ ունի, այդ պահին իրեն շտապ եկեղեցի է գցել։ Բայց եթե մի հատ էլ մենք իրեն արհամարական վերաբերմունք ցույց տանք, չժպտանք, ինքը այլևս կասի որ չկա աշխարհում այլևս սեր, չկա Աստված, ուրեմն եւ ինքը սկսի այդ դժբախտության մեջ ապրել սիրելիներ։ 6-րդ համարը։ Բայց հիմա, երբ Տիմոթեոսը ձեր մոտից մեզ մոտ եկավ եւ ձեր հավատի ու սիրո ավետիսը տվեց մեզ, որ միշտ մեր բարի հիշատակն եք պահում ձեր մտքում եւ որ ցանկանում եք մեզ տեսնել, ինչպես եւ մենք ձեզ։ Ուրեմն հիմա Տիմոթեոսը վերադարձել է արդեն, ուրեմն հասկանում ենք, որ նամակ է, որ գրել է Պողոս առաքյալը, Տիմոթեոսը այնտեղից վերադարձել, ասենք բարի ավետիս է բերել, լավ լուր է բերել, որ այս մարդկանց հավատքը եւ սերը բոցավառված է, այսինքն ոչ մի բան չի փոխվել, այս մարդիկ հակառակը ավել են հավատքի եւ սիրո մեջ զորացել։ Եվ ամեն օր ասում է ձեր մտքում հիշում եք մեզ եւ փափագում եք մեզ տեսնել, ինչպես եւ փափագում ենք մենք ձեզ տեսնել։ Ինչքան կարեւոր զգացողություն է, չէ՞ սա։ Եթե ուզում ես քրիստոնյային երկու բառով նկարագրել, ինչպես պիտի նկարագրես։ Որ ասում ենք մարդու մասին երկու բառ ասա, չէ՞, երկու բառով նկարագրի։ Ինչ ենք ասում այդ մարդու մասին։ Ասում ենք լավ մարդեր, սուրբ մարդեր կամ լռում ենք, չէ՞։ Եթե ուզում ես քրիստոնյային նկարագրես երկու բառով, իր հավատքի եւ սիրո մասին պիտի խոսես։ Հավատում էր, սեր ուներ, թե չուներ։ Երբ որ լինում է, չէ՞, մարդիկ մահանում են, ասում են սուրբ մարդեր։ Այսինքն ինչու ենք ասում սուրբ մարդ, ասենք մաքուր, արդար մարդեր։ Մեր աչքերով, մենք չգիտենք Աստծո աչքերին ինչպես, բայց մեր աչքերով այդ մարդը այդպես ապրել։ Ուրեմն քրիստոնյայի կյանքի վկայությունը իր հավատքը եւ իր սերն է։ Ինչ հավատք ունես, ինչպես ես այդ հավատքը գործածում եւ ինչպես ես այդ հավատքը իբրև սիրո գործ դարձնում։ Տեսեք ինչ է ասում։ Քանի որ նա, ով միացած է Քրիստոսին, ոչ թլպատված լինելը արժեք ունի եւ ոչ էլ անթլպատ լինել, այլ հավատը, որ սիրով է գործում։ Սա հիշում է Գաղատացիների նամակը։ Այսինքն ոչ իմ կնքված լինելը, ոչ չկնքված լինելը արժեք չունի, այլ այն հավատքը եւ այդ հավատքը ինչպես եմ սիրո գործի վերածում։ Ուրեմն Աստված երբեք չի նայում սիրելիներ մեր ով լինելուն, մեր կոչումներին, պատիվներին, շքանշաններին, որտեղ ենք աշխատում, ինչ տան մեջ ենք ապրում։ Աստված նայում է մենք ինչ հավատք ունենք եւ ինչ սիրով ենք ապրում։ Հիշում եք հարուրապետի մասին, երբ որ ծառան հիվանդ էր, հռոմեացի զինվորական, երբ որ մոտեցավ Հիսուսին, ասեց հիվանդ է, ինչ ասաց Հիսուս, արի գնանք տուն, ասեց չէ, դու իմ տուն մի արի։ Ասեց ես էլ իշխանավոր եմ, իմ ձեռքի տակ ծառան, ասում եմ այս սարա անում է, այն արա անում է, ասում է դու միայն ասա եւ կլինի։ Եվ Հիսուս ինչ է ասում, ամբողջ այս երկրի մեջ այս մարդու հավատքի պես հավատք չտեսա։ Ասում է միայն ասա։ Եվ ասում է եկավ տուն, ծառան որ ժամին է բժշկվել։ Այն ժամին, երբ որ Հիսուս ասել, որ ինչքան վստահություն ունի Աստծո խոսքի հանդեպ մարդը, այդ վստահությամբ էլ մարդը ստանում է։ Ինչքան դու մոտեցար Տիրոջը, ինչքան հավատացիր քո հավատքը, գործածեցիր, կփրկվես։ Երկրորդ Հիսուս ինչ է, որ մեկին պիտի բժշկվեր, առաջին բանը որ հարցնում էր, ինչ էր, հավատում ես, այսինքն վստահում ես ինձ։ Եթե այս հավատքը, վստահությունը կա Տիրոջ առջև, քո կյանքի մեջ աննկարագրել հրաշքներ պիտի լինեն։ Այնպիսի իրավիճակներ, որ նույնիսկ կարող ես ասել. Տեր, բայց ես արժանի եմ այս ամեն։ Ես շատ հաճախ եմ այդ խոսքը ասում. Տեր, ինչու ես ինձ այսքան երես տալիս։ Որ արժանիքիս է։ Ես չգիտեմ ինչու է Տեր այդպես ինձ հետ վարվում։ Գուցե ցույց է տալիս, որ ես տեսնեմ կդիմանամ գայթակղուն, թե չէ։ Ես հավատարմությունս կպահեմ իրեն, թե չէ, որովհետև մի ակնթարթ է այդ հավատարմությունը կորցնելը, այդ վստահությունը կորցնելը։ Տեր ուզում է, որ ամեն ժամ, ամեն ինչի մեջ, փոքրի մեջ, մեծի մեջ դու այդ հավատարմությունը պահես, այդ հավատքով սիրո գործերը կատարես։ Եվ վերջապես սերը, որ ամեն ինչի գլուխն է, չէ՞։
Երեք բան է ասում Պողոս առաքյալը՝ հավատքը, հույսը, սերը եւ սրանցից մեծագույնը սերն է։ Առանց սիրո դժվար է ապրել այս աշխարհի մեջ։ Ամենաչար մարդ ինքը սիրո կարիք ունի, հոգատարության կարիք ունի։ Մեկ բառ, մեկ ջերմ խոսք, մի ժպիտ մարդու կյանքը փոխվում է։ Գիտեք, մի օր մի փոքրիկ իր հայրիկի ծննդյան նվեր է տալիս, հայրը այսպես տուփը բացում է, մեջը ոչ մի բան չկա։ Բարկանում ասում է, աղջիկ ջան, ասում է, ինձ ձեռք ես առնում, ասում է, հայրիկ, ես այդ տուփի մեջ իմ անհամար համբույրներն էի դրել, որ դու բացեիր ու զգայիր այդ համբույրները։ Ուրեմն ինչքան սեր պետք է ունենաս, որ սահմանափակես, ասենք, դնես այդտեղ բացես ու դու զգաս այդ ջերմությունը, չէ՞։ Երբ որ դու զգում ես այդ ջերմությունը եւ գիտես թե ինչի համար է նաեւ Տերը քեզ սիրում եւ պահում ու պահպանում։ 7-րդ համարը դրա համար եղբայրներ մխիթարվեցինք ձեզանով, ձեր ունեցած հավատով մեր բոլոր վշտերի եւ նեղությունների մեջ։ Տեսեք, սեր հավատացյալների հավատքը, հոգևոր կյանքը, հոգևորականների սրտի գոհությունն է։ Իմ ուրախությունն են մարդիկ են, ովքեր հոգևոր կյանքով ապրում են։ Ես երբեք չեմ հաշվում, քանի մարդ է գալիս եկեղեցի կամ այսօր շատ են, քիչ են։ Ինձ համար կարևոր է թե այդ մարդիկ հոգևոր ինչ գիտակցություն եւ իրենց ինչն է բերել եկեղեցի։ Հազարավոր մարդիկ են ամեն օր մտնում եկեղեցի, միլիոնավոր մարդիկ աշխարհի բոլոր անկյունում օրվա մեջ, բայց շատ քչերն են հավատքով այնտեղ ներկա։ Ոմանք գալիս են արվեստի գործերը տեսնեն, ինչ նկարներ կա կախված, ինչ քանդակներ կա, ինչ երաժշտություն կա, պատարագի երաժշտությունը շատ փառավոր է, քահանան ինչ քարոզ խոսեց, ինչ արեցին, ով ինչ էր հագել։ Սրանք բոլորը գալիս ու անցնում են։ Տիրոջ համար մնում են այն մարդիկ, ովքեր որ հավատում են եւ հավատքի գործ ունեն։ Սա մխիթարություն է յուրաքանչյուր հոգեվորականի համար։ Մխիթարությունը երբ մեր ցանած սերմերը պտուղ են տալիս, որ դու տարիների արդյունքը տեսնես, որ անպտուղ չի եղել։ Մարդիկ մեղավոր կյանքով սկսել են, հիմա սրբակենցաղ կյանքով են ապրում։ Մարդիկ այս սխալների մեջ են, հիմա լրիվ ուրիշ բան։ Եվ սա սրտի թրթիռ է։ Քո կյանքը դրանով լցվում, ուրախանում ես։ Ինքն ամեն մեկի համար դու անվանապես սկսում ես աղոթել, ամեն մեկին հիշել, ամեն մեկի կյանքով ապրել, բոլորի խնդիրների միջով անցնել, որովհետև դու տեսնում ես, որ այս մարդը ձգտում է Քրիստոսին։ Դա ինձ համար ուրախություն է։ Եվ յուրաքանչյուր աղոթող մարդու համար դա ուրախություն, որ տեսնում ես, որ մեկը, որ մեղքի մեջ էր, հիմա ուրախում է։ Պողոս առաքյալն ասում է, մեզ համար մխիթարություն է ձեր հավատքի գործը։ 8-րդ համարը, եւ այժմ կենթանի կլինենք, եթե դուք հաստատ մնաք Տիրոջով։ Ինչ է ասում կենթանի կլինենք սիրել։ Մեր կյանքը ով է։ Ով է մեր կյանքը։ Քրիստոսը, չէ՞։ Ապրում ենք, թե մեռնում ենք, մենք Քրիստոսի, այսինքն մեր կյանքը Քրիստոս է, մենք Քրիստոսով ենք ապրում։ Տեսեք, այդ ճիշտ է, մեր կյանքը Քրիստոսով է, մենք նրանով ենք կենթանի, այսինքն ողջ։ Այս Պողոս առաքյալը ասում է, որ նաև իր հավատացյալով է ինքը կենթանի։ Եթե մենք մի բան սխալ ենք, ինչ ենք ասում, մեռած ենք, թաղած չենք, չէ՞, կամ ասում ենք կենթանացանք, փառավորվեցինք, սիրտս ուրախությամբ լցեց, մեռած վիճակից արթնացա, ուրեմն Պողոս առաքյալը ասում է, հիմա կենթանի ենք Տիրոջով, այդ ձեր հավատքի համար, ցույց տալու համար, որ Պողոս առաքյալի համար այս համայնքը ինչքան կարևոր է եւ ինքը նրա համար կյանք է եւ ինքը այդ զավակներով ուրախանում է։ Ինձ համար էլ է այդպես, ձեզանից յուրաքանչյուր, որ տեսնեք ձեր քույրը, եղբայրը, հարազատը, զավակը սկսում է մեղքը թողնել հոգեվոր կյանքով ապրել, դուք էլ եք չէ կենթանանում։ Որտեղից է այս խոսքը գալիս։ Հիշում եք հայր Հակոբը, երբ որ Հոսեփին իր տղաները վաճառեցին Եգիպտոս գերության, եկան ասին տղայից շորերն է, ասում է Հակոբը, ասեց ես մեռած եմ, ել չեմ ապրում։ Ասում է երբ որ ասեցին Հոսեփը Եգիպտոսում է, ասում է Հակոբը կենթանացավ։ Այսինքն ապրելու նոր ուժ լցվեց իր մեջ։ Այ հիմա երբ որ մենք գիտենք, որ հարություն պիտի առնենք, մեր կորցրածներին պիտի վերադարձնենք, մենք միանգամից լցվում ենք, չէ՞, այդ կյանքով, որ անպայման պիտի հանդիպենք։ Անպայման մենք իրար նորից պիտի տեսնենք երկնքի արքայության, որտեղ ցավը, հիվանդությունը, պատերազմը, վիշտը մեզ այլևս ոչ ոքից չի բաժանել։ Դրա համար ասում է, ուրեմն Տիրոջով ապրենք։ 9-րդ համարից սկսած արդեն Պողոս առաքյալը մենք տեսնենք շնորհակալության աղոթներ է ասում։ Ինչ գոհություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության պատճառով, որով ուրախանում ենք ձեզ համար Աստծո առաջ։ Ուրեմն սա հատկապես հոգևորականների համար է։ Այն հոգևորականը, ով իր ժողովրդի համար չի աղոթում, ինքը մեղքի մեջ է, մեղք է գործում։ Ես ամեն առավոտ այստեղ ժամերգություն եմ անում, եւ բոլոր մեր եկեղեցիներում, որովհետեւ
բոլորը ովքեր որ զբաղված են, աշխատանքի են, հիվանդ են, հիվանդանոցում են, վշտի մեջ են, մենք իրենց համար պիտի աղոթենք։ Առանց աղոթելու դու չես կարող այդ ժողովրդին պահել։ Եթե աղոթքը 1 րոպե դադարեց, այլևս չեղավ, ուրեմն մենք կորցնել ենք։ Հիսուս ինչ էր ասում։ Ես ձեզ համար աղոթեցի։ Ինչի համար, ասում է, սատանան ուզում էր ձեզ հնձել, բայց ես աղոթեցի, որպեսզի ձեր կյանքերը պահեմ։ Ուրեմն Հիսուս էլ ամեն օր ինձ համար է աղոթում, որպեսզի ինձ պահի, որպեսզի չկորչեմ, կորստյան պատճառ չդառնամ։ Ես աղոթում եմ իմ ժողովրդի համար, որ իմ ժողովուրդը մեղքի մեջ չլինի։ Եվ թագավորած գիրք, երբ որ ընթերցենք, շատ հետաքրքիր մի տող կա։ Սամվել մարգարեն ասում է. «Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ, հրաժարվելով ձեզ համար աղոթելուց»։ Տեսեք, ասում է քավ լիցի, եթե ես Տիրոջ դեմ մեղ գործեմ, հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ուրեմն այդ աղոթքը շատ կարևոր է, սիրելիներ։ Եթե այդ աղոթքը չլինի, մենք չենք կարող այդ հոգև ուրախությունը ապրել։ Պողոս առաքյալի համար ուրախություն իր ժողովուրդն է, նրանց հավատն էր, գործն էր, ոչ թե առաքյալ լինելը։ Ինձ համար իմ ուրախությունը իմ քահանա լինելը չէ, սա ինձ չի փրկում։ Եթե ես քահան եմ, չի նշանակում ես արդեն փրկված եմ, երկնքում տեղը ապահովված եմ։ Եթե ես հավատացյալ եմ, դեռ փրկված եմ։ Դու պիտի այդ փրկությունը, որ ձրիաբար Աստծուց ստացել եմ, ես որ քահանայության շնորհը ստացել եմ, ես պիտի այդ ամենը պահեմ։ Դա նույնն է, որ մեկը կտակ է գրում, բայց մինչև վերջին վայրկյանը կարող է կտակը փոխվել։ Ուրեմն մինչև վերջին վայրկյանը մենք կարող ենք կորցնել։ Անցյալ օրը մի հետաքրքիր տող էի կարդում մի հայրերից մեկին, ասում է երկնքի արքայության դժոխքում շատ լավ մարդիկ կան, շատ լավ մարդիկ, դժոխքում շատ են շատ լավ մարդիկ, բայց նրանք չեն հավատացել Քրիստոսին։ Շատ լավ մարդ են եղել այսքանը։ Ուրեմն դժոխքում էլ կարող են շատ լավ մարդիկ լինել, եթե մենք ապրել ենք որպես լավ մարդ լինելու համար, բայց ոչ երբեք Տիրոջ փառքի համար։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, ինչ գողություն կարող ենք մատուցել Աստծուն ձեզ համար, այն ամբողջ ուրախության համար, որ դուք մեզ Տիրոջով տալիս եք։ 10-րդ համարը. Գիշեր ցերեկ թախանձագին աղոթում ենք, որ տեսնենք ձեր երեսը եւ լրացնենք ձեր հավատի պակասը։ Գիշեր ցերեկ Պողոս առաքյալ աղոթում էր։ Ես ձեզ ասել եմ, ինքը ամբողջ ցերեկը քարոզում էր, գիշեր աղոթում էր, հետո էլ վրան էր գործում ու զարմանում էր, մարդը երբ է քնել։ Ուրեմն ինքը անդադար ծառայում էր Աստծո փառքի համար։ Ինձ էլ երբ որ շատ հաճախ հարցնում են Տեր հոգնում ես, տեղ կա հանգստանալ, երբ որ գնամ հողի տակ կհանգստանամ, բայց այստեղ պիտի գործես, պիտի աշխատես։ Մեր ամեն ժամանակ, ամեն վայրկյան այս աշխարհի մեջ մեր թանկ է։ Եթե հոգնեցիր աղոթելուց, հոգնեցիր սրբակենցաղ կյանքով, մի անգամից քո ամբողջ կյանքի վաստակը կկորցնես։ Դրա համար ասում է գիշեր ցերեկ աղոթում, պաղատում էր Տիրոջը, որ դարձյալ տեսնի նրանց երես, ուզում էր անպայման նորից Թեսաղոնիկին տեսնել, ինչի համար ասում է, որպեսզի ձեր հավատի պակասությունները լրացնեմ։ Հռոմեացիների նամակի մեջ ասում է, որովհետև խիստ կարոտել եմ ձեզ տեսնել, որպեսզի ձեզ փոխանցեմ որոշ հոգևոր շնորհներ ամրապնդելու ձեզ։ Այսինքն ինչքան էլ որ մենք կարդանք, ինչքան էլ լսենք, որոշակի բաներ կա, որ մենք պետք է լրացնենք մեր պակասը։ Մենք ամեն օր այդ պակասը լրացնում ենք աղոթքի մեջ, լրացնում ենք պահքի մեջ, Սուրբ Գիրք կարդալու մեջ, մեկս մյուսին տեսնելու մեջ, այս պակասը ամեն օր ենք մենք լրացնում։ Իսկ նորահավատների համար պակասությունը հաստատուն կերակուրն է, այսինքն որ դու այլևս կաթը վերջացավ, հիմա պիտի միս ուտեք, պիտի ճաշ ուտեք, բայց պիտի իմանաք ինչ ճաշ եք ուտում եւ ումից եք ուտում։ Այլ տեղերուն չպետք է փնտրենք այս ճաշերը, որ մեզ հրամցնում են։ Այսօր ամենտեղ գովազդն է, չէ՞։ Անցյալ օրը Գագո Պապին ջղայնացած ասում է, զզվացրեց ինձ հրոստեցով ամեն օր գովազդը ուտելիք, ասեմ, որովհետև դա է մարդկանց նպատակը, սրանով են խափում մարդուն։ Ինչու՞, որովհետև դու չհասկանում ես այդ կերակուր ուտում ես։ Ինչ որ գովազդում մարդիկ դա են այսօր ուտում։ Բայց ավելի լավ ուտեստներ կա, որ մեր տաներում պատրաստում ենք, դա չենք ուտում, գնում ենք ուրիշ տեղ, ուրիշ բան ենք ուտում, ուրիշների եփածն ենք փնտրում։ Այնպես էլ երբ որ մեզ ավանդված է մեր հոգևոր կյանքի փրկությունը Սուրբ Գիրքը եւ Քրիստոս վերջապես ինքը եկել է մեզ համար, մենք այլ տեղ ենք փնտրում։ Դրա համար կանցնենք այդ հատվածը Տիմոթեոսի նամակի մեջ, կգա ժամանակ, որ մարդիկ կգնան, կգտնեն այնպիսի քարոզիչներ, ովքեր իրենց ականջին հաճելի խոսքեր կասեն, կխափեն իրենց մեղքերը կարդարացնեն եւ իրենք այդ մեղքերի պատճառով էլ կորստյան պատճառ պիտի դառնան։ 11-րդ համարը. Եվ ինքն Աստված ու մեր Հայրը եւ մեր Տերը Հիսուս Քրիստոս թող ուղղի մեր ճանապարհները դեպի ձեզ։ Տեսեք սիրեր, Աստված եւ մեր Հայրը։ Ձեզ ասել եմ, որ աշխարհում որևէ կրոնի մեջ չեք հանդիպի, որ նրանք Աստծուն Հայր անվանեն։ Հрьяաների համար մինչև այսօր
Աստված, պատժող Աստված է, խիստ Աստված է։ Դրա համար երբ որ Հիսուս ասաց ես եւ Հայրս մի ենք, միանգամից հիշում եք Կայափան շորերը պատրաստեց, այլևս մեզ ինչ ապացույց խաչը պիտի հանենք այս մարդուն։ Քրիստոնյան բացառիկ իրավունք ունի Աստծուն հայր կոչելու։ Հիսուս եկավ, մեզ հաշտեցրեց Աստծո հետ եւ ինչպես Աստված է ասում, ես ուզում եմ ձեր հայրը լինեմ, դուք էլ ուզում եք որ իմ դուստրերն ու որդիները լինեք։ Ուրեմն Աստված ուզում է մեր հայրը լինել եւ այդ հայրության զգացումի մեջ մենք պետք է ապրենք։ Առաջին մարդը Ադամն ու Եվան այդ հայրությունը չզգացին։ Երբեք չմտածեցին ինչպես են իրենց հորը պահեն իրենց ներկայության մեջ։ Ընտրեցին այլ բան, փորձեցին այնտեղ փորձել ու զրկվեցին։ Մենք Քրիստոսով հաշտվեցինք եւ տեսեք ասում է որպիսի նա ուղիմ ճանապարհը դեպի ձեզ։ Ուրեմն Պողոս առաքյալը թեև շատ էր ուզում գալ, բայց ասում է ինչպես հայրը կամենա, ինչ ճանապարհ որ ինքը գծի, ես այդ ճանապարհով կգամ ձեր մոտ։ Ինչպես որ ինքը կամենա, ես այդպես կանեմ։ Սա էլ շատ կարևոր բան է մեզ համար, որպեսզի մենք հասկանանք, որ մենք մտածում ենք, մենք ցանկանում ենք, բայց տնօրինողը Աստված է, ինչպես Աստված տնօրինել է, մենք այդ ձևով պիտի շարժվենք, որպեսզի մեր կյանքը ունենանք։ 12-րդ համարը եւ ինքը Տերը թող աճեցնի եւ առատացնի ձեր սերը, որ ունենք միմյանց հանդեպ եւ բոլորի հանդեպ, ինչպես եւ մենք ձեր հանդեպ։ Ուրեմն նորից խոսում է սիրո մասին, որ սերը առատացնի։ Առանց սիրո սիրելիներ այս աշխարհի մեջ շատ դժվար կլիներ ապրել։ Եթե սեր չլինի, մարդու ժամանակը կանգնում է։ Հայրերից մեկը շատ գեղեցիկ խոսքեր ունի, որ իմ ամբողջ կյանքում այս խոսքերը ինձ համար ուղենիշ է դարձել։ Ասում է, նրանք ովքեր տառապում են, ժամանակը շատ արագ է անցնում։ Կներեք, շատ դանդաղ է անցնում։ Նրանք ովքեր ամեն օր զվարճանքների մեջ են, ժամանակը նրանց համար շատ կարճ է։ Նրանք ովքեր սպասում են, ժամանակը շատ դժվարությամբ է առաջ գնում, բայց նրանք ովքեր որ սիրում են, նրանց համար ժամանակը հավերժություն է։ Ուրեմն մենք այս հավերժության մեջ ենք ապրում, սիրելիներ։ Ինչպես որ Աստծո համար չկա անցյալ, ներկա, ապագա կամ միայն ներկա հավերժական ներկայություն, այնպես էլ սերը մեզ այդ հավերժական ներկայության մեջ է դնում։ Եվ մեր ամեն օր եթե մեր սերը մեկս մյուսի հանդեպ շատանա, ինչպես որ Պողոս առաքյալը Թեսաղոնիկես նրանք էլ Պողոս առաքյալի Աստված կթևածի մեր կյանքի մեջ։ Երբ որ մեր տան հիմքը, այսինքն մեր եկեղեցու հիմքը հավատքն է, մեր եկեղեցու պատերը հույսն են եւ սերը մեր եկեղեցու առագասն է, ուրեմն Աստված հավիտենական ներկա է տան մեջ։ Մեր տունը պահողը, պահպանողը այդ 3 կետերն են եւ մեծագույնը սերն է, որ մեր տանտանիքը ամուր է պահում, որ չար ինչքան էլ կարկտահար, ինչքան էլ հարվածի, մեր որևէ մեկի սերը չի նվազում մեկս մյուսի հանդեպ։ Ուրեմն այս հոգեվոր սիրուն միջոցով մարդը կարող է հավերժական ներկան զգալ իր կյանքի մեջ եւ Տիրոջը բնակեցնել իր մեջ։ Առանց այս սիրո Պողոս առաքյալն ասում է, թե ամեն ինչ ունենամ, ամբողջ աշխարհը գրավեմ եւ սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ուրեմն առանց սիրո մարդը ոչինչ է։ Սերը երբեք չի անհետանում, չի պակասում, այլ հակառակը ամեն օր նոր ճանապարհներ է բացում մեր փրկության համար։ Եվ այսօրվա վերջին համարը թող նա ամրացնի ձեր սրտերը անարատ սրբությամբ Աստծո եւ մեր հոր առաջ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալստյան ժամանակ իր բոլոր սուրբերով հանդերձ։ Ուրեմն ինչ է սա նշանակում, սեր, ամրացնի մեր սրտերը անարատ սրբությամբ։ Ձեզ ասել եմ, որ սիրտը կարևոր տեղ է մարդու կյանքի համար։ Սա ամենամեծ պատերազմի դաշտն է։ Ամեն ինչ այստեղից է սկսվում։ Հիսուս ինչ ասում, ինչ որ մեր բերանից դուրս է գալիս, դա պղծում է մեզ, չէ՞։ Ուրեմն այսինքն բոլոր խորհուրդները այստեղ են համախմբվում։ Եթե օրհնություն կա, սեր կա, սիրով մաքրված է մեր սիրտը, մենք միշտ օրհնության խոսքեր ենք ասում, աղոթք ենք ասում։ Եթե չարություն է, սուտը, անեծքը, նզովքը այնտեղ է։ Վերջապես այստեղ է բարու եւ չարի պատերազմի վայր, այստեղ է ամեն ինչ տեղի ունենում։ Եվ եթե մենք կարողանանք այս սիրտը անարատ պահել, մենք սրբությամբ կլցվենք եւ Տիրոջ գալստյան ժամանակ կկանգնենք իր բոլոր սուրբերով հանդերձ։ Այստեղ բոլոր սուրբերն եւ հրեշտակներն են, հայրապետներն են, մարտիրոսներն են, վարդապետները, նահատակները, կույսերը, ճգնան, բոլորով պիտի կանգնենք Տիրոջ առջև։ Ուրեմն սերը մեզ ուրեմն նաեւ պիտի բարձրացնի Տիրոջ առջև կանգնելու եւ մենք չենք ամանչելու, որ սիրել ենք այս կյանքի մեջ։ Այն սիրով, որով Քրիստոս սիրել է մեզ։ Դրա համար Հիսուսը եթե դուք իրար սիրեք, բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտն եք։ Այսինքն առանց որևէ խոսք ասելու, առանց որևէ բառ խոսելու կիմանան, որ մենք Քրիստոսի աշակերտներն ենք։ Եվ այս սիրով է, որ մենք ամեն անգամ հանդիպում ենք այստեղ սիրելիներ։
եւ ամեն անգամ հնարավորություն ենք տալիս Տիրոջը մեր հետ խոսելու, մեզ նոր բան սովորեցնել, մեր սրտերը ինչպես Ներսե շնորհալի հայրապետն ասում էր, իր սիրո մեր քարացած սրտերը փխրացնի, մաքրի, մեր ծմեռնացած, մեր ցուրտ հոգիների մեջ ջերմություն ու գարուն բերի, մեր մթագնած մտքերը պայծառացնի, որովհետև գիտենք մեր նպատակը որն է, Տիրոջը հանդիպելը։ Միայն այդ ժամանակ, երբ որ ասես Տեր, արի, Տերը կգա քո կյանքի մեջ։ Երբ որ ասես Տեր, բաց են իմ սրտի դռները, Տերը ներս կմտնի մեր կյանքի մեջ։ Եթե ասես Տեր, ես ուզում եմ քեզ հետ լինեմ, Տերը քեզ կվերցնի իր նավակի մեջ։ Եվ տեսեք, երբ որ Հիսուս ջրի վրա քայլելով եկավ, հիշում եք առաքյալները վտանգի մեջ են, ալեկոծվում էր ծովը, Պետրոս առաքյալն ինչ ասաց, Տեր, եթե դու ես, այնպես արա, որ գամ քեզ մոտ, չէ։ Տերը ասաց Պետրոս մի արի։ Ասեց արի, չէ։ Ինչ է, բայց այդտեղ կարևոր բան կար։ Ասեց սպասի թող ալիքները դադարեն, փոթորիկը կանգնի, այսինքն արի։ Ցույց տալու համար, որ ինչքան էլ ալեկոծություն լինի, փոթորիկ լինի, դու արի, մի վախեցիր, որովհետև մարդուն իրավունք է տված, տեսել եք քահանայի հողաթափերի տակ օձը եւ կարիճը, չէ, նկարված են պատարակից հողաթափերի տակ։ Այսինքն մարդուն իրավունք է տված օձերի կարիճներով քայլելու, այսինքն մեղքի վրայով քայլելու, եթե դու պատրաստ ես գնալու այնտեղ, որտեղ Քրիստոս ինքն է։ Բայց որ պահին որ կասկածեցիր, Պետրոս առաքյալը դեպի սուզվեց եւ ասեց. Տեր, փրկիր ինձ։ Եվ ինչ ասում Հիսուս, Պետրոս, ինչու կասկածեցիր։ Այսինքն այս ճանապարհին է, տեսեք, անտեսանելի փորձությունն է։ Ինչու կասկածեցիր։ Դու միայն նայիր Հիսուսի աչքերի մեջ, որ պահին շեղեցիր հայացքդ, վնասվելու ես։ Այնպես էլ այս կյանքի մեջ է։ Երբ որ դու մեքենա ես վարում, շեղվեցիր մի պահ, ավտովթարը, չէ։ Ուրեմն նույնն է հոգևոր կյանքի մեջ։ Մի պահ շեղվեցիր, հոգևոր կյանքը թողեցիր, ասացիր մի քիչ էլ աշխարհիկ կյանքով ապրեմ, մի քիչ էլ զվարճանամ, մի քիչ էլ հաճույքներից օգտվեմ, կորցնել ես ամբողջ տարիների հավաքածդ։ Մի ակնթարթում պիտի կորցնես։ Եվ որpիսի մենք մուտք գործենք այնտեղ, որտեղ Տերն ինք է, բավական չէ լավ մարդ լինելը։ Բավական չէ։ Պետք է սուրբ մարդ լինել, անարատ մարդ լինել, ազնիվ լինել, պարկեշտ լինել, արդար լինել, ճշմարիտ լինել, որպեսզի Տերը գա եւ բնակվի քո մեջ։ Այսքանը սիրելիներ, թող Տերը օրհնի բոլորիս, խաղաղության մեջ պահի, որպեսզի մենք լավ մարդուց մի քիչ ավելի լինենք։ Մեր գրողներից Վարդգես Պետրոսյանն ասում է տաղանդավոր մարդիկ մեր կյանքում շատ են։ Մեզ լավ մարդիկ են պետք, առաքինի մարդիկ են պետք, որպեսզի մենք կարողանանք Տիրոջ ներկայություն ամեն օր զգալ, մեկս մյուսին ճանաչելով։ Աստված պահապան բոլորիդ, սիրելիներ։